Այսօրվա մեր սոցիալ-տնտեսական վիճակը այնպիսին է, որ մենք դեռ շատ քայլեր պետք է անենք, որպեսզի բերենք հասցնենք այն կետին, որից հետո որակական փոփոխություններ լինելու։ Ես այս օրինակը հաճախ եմ բերել, գուցե եւ դուք լսել եք, եւ այս անգամ էլ ուզում եմ ձեր թույլտվությամբ այդ օրինակը բերեմ, դա նման է, եթե հողը երկար ժամանակ չի մշակվում, չի ջրվում, որևէ գործ չի արվում, մենք այդ հողը հիմա պետք է անդադ ջրենք, պարարտանյութ տանք, որպեսզի բերենք մի այնպիսի վիճակի, որ սերմը ցանելուց հետո բերք ունենանք։ Ասել ենք ձեզ, որ 2017 թվականը հայտարարել ենք 4 գործառույթների հիմնական տարի։ Առաջին ախտորոշում բոլոր մեր խնդիրների, երկրորդը սանիտարիզացիայի եւ դեզինֆեկցիայի տարի, որպեսզի մաքրվենք, հասկանանք, երրորդը պետական կառավարման բարեփոխումների սկիզբ եւ որոշում կայացման համակարգված մոտեցում եւ չորրորդը ստաբիլացման տարի։ Մենք բոլոր ոլորտներում, լինի առողջապահություն, գյուղատնտեսություն, պետական կառավարման որոշում, համայնքային, մարզպետարան, սոցիալական ոլորտ, բիզնես, արդարադատություն, բոլոր ոլորտներում մենք ունենք արդյունավետության պակաս։ Արդյունավետության պակասը դա նշանակում է, որ մենք պետք է փոփոխվենք եւ այդ հրամայականը եղել է հենց ձեզանից, հասարակությունից, որ այսպես շարունակել անհնար է։ Եվ մենք կանգնած ենք մի փաստի առաջ, որ մենք չունենք ոլորտ, որը որ բարեփոխումների, ռեֆորմների ենթակա չի։ Այդ իսկ պատճառով մենք բոլոր ոլորտներում պետք է անենք համակարգված փոփոխություններ։